90-ական թվականներից սկսած ադրբեջանական իշխանությունները թե պատերազմի ժամանակ, թե հրադադարից հետո մշտապես անմարդկային վերաբերմունք է դրսևորել եւ դրսևորում սահմանահատած անզեն քաղաքացիների նկատմամբ։ Իսկ եթե սահմանահատած մարդը զինվորական համազգեստով է լինում, դաժանության մասին խոսքերն ուղղակի ավելորդ են դառնում։ Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների եւ Ռանձավային է համարում։ Եթե դու գերության մեջ ես մտնում, կարելի է համարած զոհված ես, որովհետև ադրբեջանցիները բարբարոս են, իրոք թուրք են, առնախում են, նրանք խաղաղություն չեն սիրում։ Ապացույցն է սա։ Իբրև ապացույց Զարինե Հակոբյանը վկայաբերում է օգոստոսի 7-ին Ադրբեջանում գերեվարված Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դեպքը։ Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից դեպքի հենց հաջորդ օրը տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Կարեն Պետրոսյանը հանկարծամահ է եղել, նրանց կողմից դրսևորած դաժան վերաբերմունքի լավագույն վկայությունն է։ Սա ոչ առաջին եւ ոչ էլ վերջին դեպքն է, երբ ադրբեջանական իշխանությունների կողմից դրսևորված բարբարոսական վերաբերմունքի պատճառով կամ հաշված ժամերի ընթացքում, չգիտես ինչու հանկարծամահ են լինում, կամ էլ պարզապես ժամանակի ընթացքում են մահանում պատանդի դերում հայտնված մեր հայրենակիցները։ Գերիների փոխանակման ու դիակների հետ վերադարձի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան աշխատանքներ տարվում են մշտապես, ցավոք սրտի շատ հաճախ ապարդյուն։ Համապատասխան կառույցներից սահման են գնում, համապատասխան կառույցներից ադրբեջանցին չի գալիս, ժամկետ ենք որոշում, չի իրագործում։ Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող Այդ դրա համար մի քայլ առաջ չեն գնում։ Ցավալի է, բայց փաստ, աշխարհը դեռ համապատասխան գնահատականի չի արժանացնում 1990-ականներից մինչ օրս ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակիչների հանդեպ իրականացվող սպանդը։ Սուրեն Արոյանց, Արման Ղայբյան, ժամը լրատվական։